դարձել են ձեր եւ ձեր ընտանիքի սեփականությունը, կարծում եմ լավ նախաձեռնություն է եւ եթե դուք նաեւ համանքին վերադարձնեք այլ դեպքեր, սա նաեւ լավ օրինակ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամենատարբեր սխեմաների միջոցով համանքային օտարել են եւ դարձել են այն համանքային սեփականատերը։ Ապրես ինչ լավ հարց բարձրացրեց, ասում եմ։ Ուրեմն նախ այդ կազմակերպությունը, որ ասում եք, թե մենք ենք կազմակերպել, մենք ենք ուղղարել, ուզեցել ենք մոտարել ույնքը սպիտակի մոտարածը, եւ այդ կազմակերպությունը հիմա չկա, կա այդ կազմակերպությունը չկա, չէ՞ որ հույս չի ներշնչել, որ ինքը հիվանդանոց կդարձնի եւ դրա համար մնացել է, հա։ Ես կարող եմ ասել։ Բայց չէ, հիմա չէ, չի ստացվել, չէ՞։ Հա, բարի։ Լավ, դա թողնենք։ Ուրեմն կենտրոնական զբոսայգի, դա Թումո կենտրոնին է տված։ Մոտարալս արդեն 10 տարի։ Իսկ երբ որ դուք հլը, չգիտեմ, որ թիվն է։ 86։ Դուք որ 2 տարեկան էիք 88 թվականին երկրաշարժ եղավ։ Այդ կենտրոնական զբոսայգի մենք մեր եղբայրներով, այ բոլորը գիտենք քաղաքի։ Հավանական է քո ծնողներն եք։ Ուրեմն այդ այգին պահել ենք մենք։ Այդ այգին, որ չկդրատվի ծառերից, ընդհանուր այդտեղ մենք պալատկա ենք դրել ու պահել ենք այդ այգին, իսկ քաղաքի բոլոր այգիները կդրատվեց ու վերացավ։ Ինչ մնում է հողը տրված է Թումո կենտրոնին։ Այ կարող եք դուք ասել Թումո կենտրոնը ով է, որ սեփականաշնորհել է քաղաքի թատրոնը, հանրապետության առաջին թատրոնի շենքը առանց գումարների։ Կարող եք դուք հետաքրքրվել մանկավարժական ինստիտուտը, ով է սեփականաշնորհել 22 թվականին։ Դուք կարող եք ասել ջրմուղի 44%-ը ինչի համար են այստեղի, բավականական է դուք եք եղել ժամանակներ, որ տվել եք ջրմուղին ու կառավարությանը։ Եվ այդպես շարունակական բաղնիստները, դատախազության կողքի շենքը, ԿԳՏ-ի շենքով բանով, այդ մեջ այգին այդպես պահվել է մինչև այսօր։ Իսկ ինչ մնում է դատարանի շենքը եւ նմանատիպ շենքերը, ուրեմն օտարվել է մարդկանց, որոնք սկսել են կառուցապատում անել։ Քաղաքում կան նմանատիպ շենքեր, որ հիմա փլվում է ու տեր ու տիրական չկա։ Երկրաշարժից հետո 37 տարի անց է պետական ոչ մի ուրեմն լումա չի ներդրվել նմանատիպ շենքերի վերականգնման ու կառուցմանը։ Այն ժամանակ ուրեմն այդ շենքը, որ այդտեղ կա, նկարները հաջորդ անգամ կամ եթե հիմա կա ցույց կտան, թե ինչ վիճակի մեջ է եղել, ու հետո ես քաղաքապետ չեմ եղել, այդ շենքը դնել է, հասկանալի է, եւ մենք փրկել ենք այդ շենքի կյանքը։ Հիմա նմանատիպ շենքեր քաղաքում կա, տասնյակ, հարյուրավոր, եկեք Սլավոդկա Ձորի մայրի թաղամասերը կտեսնենք, թե ինչքան այդպիսի շենքեր կա ամերիկուց, ու այսօր եկուց կփլվի։ Այգու համար ասեցինք ես, որ դա մեզ չի պատկանում, ուղղակի 10 հեկտարը 6 հեկտար է, որից 5.5 հեկտարը պատկանում է Թումո կենտրոնին։ Իսկ Սայաթնովա այգին էր, եթե շատ ուզում ես իմանալ, Սայաթնովայի հետևի հողերը մենք դարձրել ենք այգի, իմացի վարսակալությամբ վերցրած հողը, որ դատի եք տվել խայտարակ վիճակի մեջ եղած, որ մարդիկ կողքից չէին կարող անցնել, բանկերից գումարները տրվել է, հսկայական մի գեղեցիկ կառույց է սարքվել, սեփականություններ դարձրել է ժողովրդի, ուրեմն այգի, որ մարդիկ զբոսնեն։ Աղջիկ ջան, մի քիչ ավելի պատմությունը լավ նայի ու խորացի տես, որ մենք ավելի քաղաքին ավելի շատ բան ենք արել, քան թե այդպես որ չարական ձևով ինձ բանես ասում ես, այս հարցը հետ հարցեր եք ապշում։ Մնացածներ ոնց ուզեք ասեք։ Ասա ներողություն եմ խնդրում, բայց եկեք գնահատականներ չտամ, ես ավականում որ Գուցե իմ խոսքը, որ հիշեցնում եմ ձեզ դուր չգա եւ դա նորմալ է, ես միշտ եմ խոսելու, նախկինում եմ խոսել, հիմա եմ խոսելու եւ ես ուղիղ իմ լիազորությունները իրականացնում եւ նաեւ պահանջում եմ, որպեսզի լոյալ լինեք իմ խոսքի նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է բոլոր դեպքերին, ոչ մի համար գաղտնիք չի, որ դատական հայցեր կան ու ես իհարկե հակելով բոլոր մարդկանց անմեղության կամ խաբարկածով ես եմ հադրանը համապատասխան որոշում այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով համակարգում են օտարել իրենք կամովի կամ դատարանի որոշմամբ այդ նույնը հետ համանքի, որովհետև այդ ճանապարհ պատրաստ չի։ Այո,
Բայց շատերի մուրացներ որը կմնա, ոչինչ, այնպես մենք չենք բռնանում։ Մենք շատ լավ փողոցները տունում ենք, դա որ լիազորություններ եք կարող ես ասել, բայց հարցը դրա հետ ինչ կապ չունի։ Ոչինչ, հարց չկա։ Ինչ կարող եք ասել, մենք կպատասխանենք, եկել ենք պատասխանելու։ Ես շատ ուրախ եմ, որ նմանատիպ հարց եք բարձրացնում եւ ես էլ այսպես բարձրաձայն ասեցի, թե ինչից ինչ է եղել, ով ինչ է վերցրել, ով ինչ է անելու, մի խոսքով համակարգումը լսի ու տեսնի ավելի լավ։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։